օրհնված ու փառավորված է։ Երկնքում փառավորված ու օրհնյալ է նրա սուրբ անունը երկրի վրա մեր միջոցով նա պիտի փառավորվի, եկեղեցու միջոցով նա պիտի փառավորվի ու մեծարվի, ամեն։ Ձեռքը դիր քո վրա սատային պատասխանատվության տակը։ Պիտի Աստված իմ միջոցով փառավորվի ու մեծարվի։ Աստված պիտի միշտ իմ կյանքի մեջ իմ միջոցով բարձրանա, չպիտի ցածրանա։ Դա իմ ու քո պատասխանատվությունն է, մինչև քո կյանքի վերջ դա պիտի տանես քեզ հետ։ Աստված պիտի միշտ մեծարվի եւ փառավորվի իմ ու քո կյանքի մեջ։ Այսօր մենք Աստծո լույսի ներքո ենք։ Այսօր Աստծո փառքի լույսը այնքան ուժեղ է այստեղ, պատկերացրեք մի հատ մեծ հայլի, որ այստեղ պատի վրա է։ Դու եւ դու հանդիպում ես քո հետ։ Այսօր մի այսպիսի որոշում կայացրա, պատկերացրա, որ դու մենակ ես այս դահլիճում, ամբողջ քարոզը ինձ ու քեզ է վերաբերվում։ Ամեն մեկս եկեք այդպես պատկերացնենք, որ դու մենակ նստած ես ու այդ մի հոգին կես ժամ քո հետ է խոսում։ Ու այդպես տեսնենք, թե ինչ արդյունք կունենանք Աստծո ներկայության մեջ, ամեն։ Աստծո լույսը այստեղ է եւ ծածկելու եւ պահելու բան մեր կյանքի մեջ չենք կարող պահելու ծածկել։ Աստծո լույսը նրա համար չի, որ եկել է ինձ ու քեզ դատապարտի, որ ցույց տա, թե ինչ իրավիճակների մեջ եմ գալիս է նա իր շնորհքով ու ողորմությունով։ Իր սիրով մեզ բարձրացնում է։ Նա չի ուզում, որ ես ու դու մնանք այդ կարգավիճակի մեջ, նա գալիս ու մեզ բարձրացնում է։ Կարծես մի հայլի, որ տալիս է իմ ու քո ձեռքը անհատական, կողքինին ցույց տալու համար չէ այդ հայլին։ Անհատական ինձ է տալիս այդ մնացածին եւ ասում է, տես թե դու որտեղ ես, կարելի ասել սխալվել, բայց հիմա իմ շնորհքը ես թափում եմ քո վրա եւ քեզ ձեռքը մեկնում այդտեղից դուրս անելու։ Ամեն։ Այսօր Աստծո լույսից դուրս չենք գալու։ Սուրբ Հոգու ներկայությունը այստեղ կա, ազատարար զորությունը ներկա է ամեն մեկիս կյանքի մեջ ինչ որ մի գործ անելու։ Պատկեր, երբ որ դուք սուրճ եք խմում, սուրճի տակը նստված կա տալիս, երբ որ խառնում եք, այդ ամեն ինչը խառնվում է իրար։ Այսօր կարծես մի նմանատիպ բան տեղի կունենա, երբ որ թույլ տանք, որ Սուրբ Հոգին սկսի շարժվել մեր կյանքի մեջ։ Նորից չի նստված կունենալու, նա խառնելու է, այդ ամենը զտելու է, մաքրելու է։ Եթե թույլ տանք այդ ամեն ինչը մեր կյանքի մեջ տեղի ունենա, օրհնություն կունենա։ Այստեղից մաքրված մեր կյանքը միկրոֆոնը կապված է խնդիրը։ Մեր կյանքը մեր ներսը մաքուր կլինի, ամեն։ Չենք խառնելու եւ թողանք, որ նորից նստված կունենա։ Այլ թույլ ենք տալու, որ Սուրբ Հոգին խառնի եւ մեր կյանքի մեջ սրբությունը, մաքրությունը բերելու։ Առաջին համարը, որ ուզում եմ կարդալ, Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 23-24 համարներն է։ Սա շատ են կարդացել Մատթեոս ավետարանը, բայց ես ուզում եմ այս շեշտադրումը դնեմ փոխհարաբերությունների վրա, որ Աստված Հիսուս Քրիստոսը կենտրոնանում է փոխհարաբերությունների վրա։ Եթե ասում է զոհասեղանի վրա կոնցան Աստծուն մատուցանելու ժամանակ, հիշես, թե եղբայրդ վշտացել է քեզանից, կոնցան զոհասեղանի առաջ թող գնա նախ եւ առաջ նրա հետ, եղբորդ հետ հաշտվիր, ապա երբ քո ընծան մատուցիր Աստծուն, որ Աստծուն է պատկանում։ Ասում է, երբ որ ինչ որ գործ կանես, պարտադիր չի զոհի վրա այսօր կենտրոնանանք։ Ինչ ծառայություն, ինչպես որ կներկայանանք Աստծո առաջին, Քրիստոսը կենտրոնանում էր մարդկանց հետ փոխհարաբերությունների վրա, ոչ թե նրա վրա, թե դու ինչ ես անում կամ ինչ ես տալիս Աստծուն, կախված է նրա մասին, խոսում է նրա մասին, թե ես ինչպես եմ տալիս այդ ամեն ինչը Աստծուն։ Եթե ես ունեմ խնդիր, եթե ես ունեմ վիրավորվածություն իմ կյանքիս մեջ, եթե ես ձևով գալիս եմ Աստծո առաջին, ես պիտի այդ ամեն ինչը իրականում մաքրեմ իմ կյանքից։ Քրիստոսն ասում է, թող այդ ամեն ինչը այն ժամանակ ընդունելի կլինի իմ առաջին, երբ որ այդ ամեն բաները իմ առաջին պարզված ու մաքուր լինի։ Ասում է, եթե հիշես, գնա եղբորդ հետ հաշտվիր, ոչ թե որ մենակ հիշենք, որ նրանք են մեզի վատաբաներ կամ ցավացրել, հիշենք, որ հաճախակի մենք էլ ենք ցավացնում մարդկանց, եւ կողմանյա դա լինում, բայց գանք Աստծո առաջ։
այդ ամեն ինչը կարգավորենք։ Եթե հնարավորություն կա մարդկանց հետ մեր հարաբերությունները շտկելու, շտկենք, որովհետև այն ինչ որ անում ենք այդ ժամանակ Աստծո առաջին ընդունելի կլինի։ Երբ որ գալիս եմ նրա առաջ, իմ սիրտը թող պարզ լինի։ Մի քիչ առաջ մենք մեր զոհերը ներկայացրեցինք Աստծուն, բերեցինք, ուղղակի դա ծիսական արարողություն չի, որ ես ու դու անում ենք։ Դա Աստծո ներկայության մեջ պաշտամունք է։ Մենք Աստծո ներկայության մեջ ենք կատարում մեր ընծաները, բերում ենք նրա առաջ։ Ուղղակի դա ձևականությունը պահելու համար չի։ Մի փոքր բան պիտի փոխվի մեր տալու հետ կապված։ Իրականում մեր սիրտն է կարևորը իրականում Աստծո առաջին, ոչ թե այն ինչ որ ես ու դու տալիս ենք։ Տալիս ենք ուրախությունով, խաղաղությունով, տալիս եմ, որովհետև սիրում եմ։ Մի բան պիտի իմ ու մեր կյանքի մեջ փոխվի, տալիս եմ, որովհետև գիտեմ իմ Աստված, իմ Թագավորս ուրախանում է, որ ես ուրախ սրտով եմ տալիս։ Եվ գրված է, որ ասում Աստված ուրախ սրտով տղացողին սիրում է։ Եվ եկեք մենք այսօրվանից սկսած ուրախացնենք այն ինչ որ տալիս ենք, թե կլինի մեր դասանորդներն ու ընծաներն Աստծո առաջին, դա խոսում է նրա մասին, թե ես ինչպես եմ հաղորդակցվում Աստծո հետ։ Դասանորդի չափը Աստված է որոշել, բայց ընծայի չափը թողել է մեր անկեղծ սրտի վրա։ Թե ինչպիսի սրտով ես ու դու կարող ենք մատուցանել։ Եթե այս հատվածի մեջ ես խնդիր ունեմ, լավը որ ես Աստծո առաջին մաքուր լինեմ, լուծեմ այդ ամենը, որպեսզի այն ինչ որ անում եմ Աստծո առաջին ընդունելի եւ հասկանալի լինի։ Առաջի Տիմոթեոս 2:8 Առաքյալն ասում է, ուզում եմ, որ ամեն տեղ, երբ տղամարդիկ, այսինքն եկեղեցին հավաքվում է, բարձրացնեն իրենց ձեռքերը, լեցուն լինեն արդար գործերով եւ ոչ թե վրեժխնդրությամբ ու անիրավությամբ։ Այն ինչ որ մենք անենք ձեռքերը մեր գործերի մասին է խոսում, մեր գործերը Աստծո առաջին արդար են, մաքուր են, սփված են, երբ որ եկեղեցին հավաքվում է մեկտեղ կամ երբ որ ես կանգնում եմ Աստծո առաջին, ձեռքերս պարզած երկինք, մտածեմ իմ սրտի մասին։ Նայեմ իմ սիրտը Աստծո առաջին ինչպես է, ասում է, էսա որ Աստծո առաջին ընդունելի եւ հաճելի է։ Վրեժխնդրությամբ առաքյալն ասում է, մի լեցվեք, վրեժխնդրությունը թողնենք Աստծուն, վրեժ լուծելու մասին չմտածենք։ Ամեն, այդ ամեն ինչը Աստծո առաջին դնենք, ինքը արդար դատավոր է։ Կգա ժամանակը, կգա մի օր, եւ հնարավոր է որ դու էլ չտեսնես, բայց այդ ամեն ինչը Աստծո առաջին բարձրանում է, եւ հնարավոր է որ տեսնես էլ, բայց թողնենք ամեն ինչ Աստծո ներկայության մեջ կատարվի ամեն, այս ձևով չլեցվի իմ սիրտը։ Չթողնենք, որ իմ սիրտը խառնվի, չթողնեմ իմ ներաշխարհը խառնվի։ Երբ որ այդ տիղմը նստում է, թողնենք, ասենք Սուրբ Հոգի արի ու մաքրիր, բարձրացուր, ես ուզում եմ, որ իմ ներաշխարհը խառնես, բայց պարզեցնես։ Այն ինչ որ դուրս թափելու է, թող դուրս թափվի իմ մտքից, իմ շրջից, իմ հայացքից, իմ շուրթերից, որովհետև Աստված սուրբ է։ Աստված սուրբ է եւ խոսքն էլ ասում է ձեր կանչող Սուրբի պես դուք էլ սուրբ եղեք եւ կատարյալ եղեք։ Կատարյալ բառը խոսում է հասունության մասին։ Մենք կատարյալ ենք ինչպես մեր հայրն է կատարյալ։ Մենք հասուն ենք ինչպես մեր հայրն է հասուն։ Ամեն։ Մենք մեզ կանչող Սուրբի պես պետքա սուրբ լինենք։ Եթե որոշ բաներ էլ կա կարգավորելու կարգավորենք Աստծո ներկայության մեջ, որովհետև ժամանակը մոտեցել է։ Իրականում կարճ ժամանակ ունենք, արագանում է ամեն ինչ ժամանակը, կարճանում է Յոբուտ մեզ, Յոբուտ եկեղեցու համար, դրա համար լավ է, որ մեր փոխհարաբերություններն Աստծո հետ եւ մարդկանց հետ եւ մեզ շրջապատող մարդկանց հետ ամեն ինչ լուծած լինի։ Ղուկաս 8:26 եւ 39 համարների մեջ կարդացել եք այդ համարները, Գերգեսացու դիվահարի մասին է խոսում։ Գերգեսացու դիվահարի դիվազատումը Քրիստոսը դևերից ազատեց, լեգիոնով լեցված հիվանդ մարդ էր, նրա մասին գրված է, որ այս անձնավորությունը գերեզմաններում էր մնում եւ տների մեջ ման չէր գալիս, թեև տուն ուներ, հարազատներ ուներ, բայց դևը նրան իր տանից, իր հարազատությունից պոկել ու անմարտաբնակ վայրերում էր, մեռած վայրերում էր նա հանգրվանում եւ դուր էր գալիս այնտեղ։ Ժայռափոր տեղերում էր բնակվում, այսինքն մեկուսացված էր, նա խնդիր ուներ մարդկանց հետ, խնդիր ուներ Հայր Աստծո հետ, բայց հանդիպեց մեկին, որը խնդրին լուծում տվեց։ Դա հենց Հիսուս Քրիստոսն է, գրված է, որ նա քարերով իրան հարվածում էր, շղթաները ժամանակ առ ժամանակ պոկում էր, որտեղ նրան ցցով ամրացնում են գետնի վրա, որպեսզի նա չշարժվի։
Այս օրինակ ուղղակի բերում եմ նրա համար, որպեսզի տեսնենք, եթե մարդ խնդիրին լուծում չի տալիս ժամանակի շուտ, այդ խնդիրը իր կյանքի մեջ 10 անգամ կավելանա։ Տեսել եք մեկի մատը, որ փուշ մտնի ու նրա ձեռքը կտրեն, որովհետև խնդիրը արդյունքը նրան է, որ մատը փուշը մտել ու ժամանակին չի մաքրել, ուշադրություն չի դարձրել եւ նրա խնդիրը շատացել է ու ձեռքը կտրել են։ Դրա համար խնդիրը երբ որ կա անմիջապես պիտի մեր կյանքի մեջ դա արմատախիլ անենք։ Եթե ոչ, այն արժեքները, որ ես ու դու ունենք, որ Աստծուց տրված է, կգան եւ չեն թողնի, որ իրականում մեր կյանքի մեջ դա լիարժեք դրսևորվի եւ արդյունավետ լինի Քրիստոսի մարմնի համար եւ իմ ու քո համար։ Դրա համար ամեն ինչ պիտի արմատախիլ անենք։ Ինքն իրեն գրված է, որ ծեծում էր, սա ինքնադատապարտության մասին է խոսում, գրված է, որ նա հագուշ չէր հագնում, բացարձակ մերկության մասին է խոսում, հոգևոր դաշտի մեջ։ Մարդիկ կան, որ բացարձակ մերկ են, ուրախ են, զվարթ են, հոգևոր դաշտի մեջ, փառաբանում ու երկրպագում են, բայց մի հատ բաց դարպաս ունեն։ Հենց այդտեղից է, որ թշնամին հարվածում է։ Եկեք փակենք ամեն բաց դարպասները։ Եվ Աստծո լույսի եւ Աստծո շոկ կարելի ասել լույսի տակ մտնենք եւ ծածկվենք ամեն բան եւ այդ հագուստը գցենք մեր վրա եւ ասենք ես այսօր փակում եմ այն ինչ որ հիմա լսում ենք եթե ինչ որ մի տեղ էլ մեզ կբացահայտենք ասենք Սուրբ Հոգի ես փակում եմ այդ ամենը աշխարհի համար եւ բացվում եմ քո համար որպեսզի ավելի նորոգվեմ ու սրբվեմ տան մեջ չեր մնում խզված հարաբերություններ տեսել եք մարդիկ որ տան մեջ չեն մնում այսինքն դուրս են գալիս առավոտ շատ շուտ 5-ին, վերադառնում են լուսադեմ 5-ին։ Այսինքն մի բան կա, մի խնդիր կա այս մարդու կյանքի մեջ, նա սիրում է դուրս լինի, ինչի համար, որովհետև իր կյանքի մեջ խնդիր կա, սա աշխարհիկ մարդու մասին չեմ խոսում, խնդիրները դե բնական այնտեղ շատ են։ Ես խոսում եմ Աստծո ծառայի մասին, Աստծո մարդու մասին։ Եթե իրականում մարդը խզված հարաբերություններ ունի տան անդամների հետ շատ լավ է, որ ինքը արագ կենտրոնանա եւ այդ հարցերը լուծում տա։ Եթե ոչ Աստծո հետ այդ հարաբերության մեջ, աղոթքի կյանքի մեջ ինքը արդյունք չի ունենա։ Լուծում ենք տալիս ամեն հարցերին։ Ամեն մի տեսակ բան է հնչում, լուծում ենք տալիս ամեն տեսակ հարցերին, ես ընտրահավաքների մա բանում ծնվում։ Լուծում ենք տալիս ամեն տեսակ խնդիրներին մեր կյանքի մեջ։ Ոչ թե որ ասում եմ ես ուղղակի փափուկ բարձր դնում ձեր գլխի տակ այդ լուծում տվացողը դու ես որ կանգնելու ես դեմ առ դեմ կանգնես այդ խնդիրներին եւ ասես բավական է այլևս վերջ դու ինչ չես ճնշելու դու ինչ չես խանգարելու իմ կյանքի մեջ իմ հոգեվոր ընթացքի մեջ այս փուլի մեջ այս մակարդակի մեջ ես եւ դու կանգնում ենք անհատապես հայելու առաջ տեսնում ես քեզ ինչը դուրը չի գալիս փոխում ես Այլին այսինքն խոսքն է, լույսի մեջ գալիս ենք, այն ինչ որ դուրս չի գալիս Սուրբ Հոգի քո ներսին հաճելի չի, ես ուզում եմ որ քո ներսի ներսի հետ հաճելի լինի, ես ուզում եմ մաքրված ու սրբված, անկեղծ ենք լինում, կարծես ես ու դու իրար հետ խոսում ենք հիմա այստեղ, կողքի մի մասին չի, սա ինձ ու քեզ է վերաբերվում, մնում է ժայռափոր գերեզմաններում, թաքնված ու մեռած բաների մեջ, սովոր է մարդը ծածկել իր եղածը, խնդիրները, թաքնվում է, Ադամն ու Եվան էլ թաքնվեցին ժամանակավորապես, իր թզենու տերևներով ծածկեցին, դա մարդկային արդարության մասին է խոսում, բայց երբ որ Աստծո արդարությունն եկավ, նրանք մերկացան Աստծո առաջին։ Դրա համար է լավ որ միշտ գանք ու մնանք Աստծո ներկայության մեջ, կա, չենք ասում չկա։ Անկեղծ լինենք ասենք կա Տեր, ես էս եմ, այս կարգավիճակով եմ գալիս քո առաջ, բայց եկեք այդ հանդերձը հանենք, որ Աստծուն ընդունենք, որ ծածկվենք ու սրբվենք, ամեն ժամանակավորի ետևից մենք գնացողները չենք, մենք հավիտենականի ետևից ենք գնում։ Աստծո ներկայությունը հավիտենակ Աստված հենց ինքը հավիտենական է։ Չպիտի թաքնվի մարդ։ Ինչքան էլ փորձի թաքնվի, մարդը մարդուց կթաքնվի, բայց Աստծուց մարդը երբեք էլ իր ներսը չի կարող ծածկի։ Այսօր խոսում ենք, որ մեր կյանքի մեջ, ներքին կյանքի մեջ բժշկություն տեղի ունենա։ Ներքին կյանքի մեջ բժշկություն տեղի ունենա։ Ներքինը բժշկվում է, դերսինն էլ է մաքրվում ու լույսով լեցվում է։ Ձեռքերն ու ոտքերը շղթայված են։ Այսինքն մի բան նա կապված է միշտ լինում, դադարեցված է իր շարժը։ Մի բան, որը ես կասեմ, որ այդ խնդիրը որտեղից էր գալիս, արմատակալված էր։ Գրվաշի քանի տարի այդ խնդրի մեջ էր, բայց լուրջ ինքը դևերով լեցված էր։
նրա ձեռքերն ու ոտքերը կապնված են։ Գիտես, երբ որ ժամանակ առ ժամանակ մարդը չի կարողանում երկրպագի Աստծուն, չի կարողանում իրականում հենց ուղիղ իմաստով ձեռքերը բարձրացնել, ուրեմն ինչ որ մի բան խնդիր կա։ Չի կարողանում գալ Աստծո տուն, ուրեմն ինչ որ մի բան արգելում է նրան որ գա։ Դու մարդը պիտի կանգնի եւ վերջնականապես նա հանդիպես Քրիստոսին Աստծո ներկայության մեջ այդ ամեն ինչը տեղի ունեցավ։ Մենք այսօր հանդիպում ենք ուզում Աստծուց, ասենք Տեր, ես ուզում եմ քո հետ այսօր դեմ առ դեմ հանդիպեմ, այսօր այս վայրի մեջ թողնեմ ամեն բան ու գնամ, հաջորդ շաբաթ, հաջորդ կիրակի գաս, այստեղ նորից չես տենալու այդ ամեն ինչը։ Արդեն դու այստեղից բժշկված ու մաքրված ես գնալու։ Խոսում ենք Սուրբ Հոգու ազատությունը մեր կյանքի մեջ։ Այսօր դու կարող ես նստած հռչակել Սուրբ Հոգու ազատություն ես ընդունում եմ իմ հոգու մեջ, իմ ներսի մեջ, իմ մտքի մեջ, որովհետև բավական է, որ կապված մնամ ես։ Ես Սուրբ Հոգու ազատության կարիք ունեմ։ Նա այսօր ինձ ու քեզ օգնության է հասնում։ Գրված է, որ առաքյալների ոտքերը շղթաները չպահեցին։ Երբ որ նրանք երկրպագեցին, երգում ու փառավորում էին գիշերվա ժամի մեջ, գրված է, որ այդ վայրը շարժվեց, որովհետև չդիմացավ Աստծո ներկայությանը։ Այսօր շարժիր այդ վայրը կամ ինչ որ խնդիր կա, շարժիր Քրիստոսով, Աստծո ներկայությունով, թող ամեն բան բացվի, քո համար բաց դուռ կա։ Բայց միջև այդ բաց դռնով մտնելը պիտի փակեմ այն դուռը, որը խանգարում այդ բաց դռնով մտնելը։ Շարժում ենք ամեն բան, որը չի շարժվում, պիտի շարժվի։ Հարվածենք այնքան միջև արդյունքը տեսնենք։ Հարվածենք այնքան միջև տեսնենք, որ դա բացվում է։ Սա խոսում է նրա մասին, որ դու անկոտրուն ձևով կանգնում ես քո համար, կանգնում ես քո Աստծո հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Հետևա չենք թողնում, չենք ասում վաղը կանեմ։ Այսօր դե Կիրակի ծառայության մեջ ենք եղել, լավ է, մյուս օրը կանեմ։ Մյուս օրը գալու է գցելու ես 3 շաբթի օրվա ծառայության վրա։ 3 շաբթին գալու է գցելու ենք 5 շաբթի ու այդպես տարիներն անցնելու են ու մարդը մնում է իր նույն տեղը։ Հիմի ժամանակն է, որ ամեն շղթա կոտրվի, ամեն հարաբերությունները խախտված լուծում ունենա։ Թափառում էր անմարդաբնակ վայրերում, սա մենակությունն է, մարդը սիրում է մենակ մնալ, բնական է, լավ է, որ սիրում է ժամանակ առ ժամանակ մենակ մնա ինքը իրան գա, բայց երբ որ չի կարողանում մարդկանց հետ շփվի, դա խնդիր է։ Մենակությունը ինքը կարող է հարյուրավոր մարդկանց մեջ լինի, բայց ինքը իրան մենակ տեսնի, անտեսված, մերժված, բայց վերջնական կետն է սա, որ 8:39 Մատթեոսի մեջ Ղուկասի մեջ 8:39 նա հանդիպեց Քրիստոսին եւ Քրիստոսը նրան ազատագրեց դևերից եւ ասեց գնա, վերադարձիր, պատմիր ինչ որ Աստված քեզ հետ արեց։ Հիսուսն ասեց գնա տուն, վերադարձիր քո տունը, որովհետեւ սա քո տունը չէր, գերեզմանը իր տունն էր դարձել, նա թափառական էր, թափառական շատ քրիստոնյաներ կան, վերադարձիր քո տուն, քո տան անդամների հետ քո հարաբերությունները շտկիր ու պատմիր, որ հանդիպել ես Քրիստոսին, հանդիպել ես Աստծո Որդուն։ Այսօր մենք հանդիպելու ենք Աստծո Որդուն նրա հրաշափառ ներկայության մեջ, ազատություն է գալու մեր կյանքի մեջ։ Այս որ խոսում եմ չի նշանակում պարտադիր այս ամեն ինչը պիտի լինի ձեր կյանքի մեջ, ես էլ պարտադրաբար ասում եմ պիտի այս ամեն ինչը արվի։ Խոսում ենք լույսի մեջ, երբ որ գալիս ենք Աստծո ներկայության մեջ, տեսնում ենք ինչ որ մի բան լավ է, արագ դրա արմատը կտրել։ Որովհետև սա այս դիվահարված մարդը խնդիր ուներ տան անդամների հետ։ Գնա եւ լուծիր քո հարաբերությունները քո տան անդամների, քույրերի, եղբայրների, հոր եւ մոր հետ։ Եվ ինքդ քո հետ էլ քո հարցերը լուծիր։ Հակոբոսի մեջ ասում է կռիվներ շատ կան ձեր մեջ։ Այսինքն քո մեջ կռիվներ կա, ինքդ քո հետ, ինքդ քեզ չես կարող ներես, ինքդ քո հետ լեզու չես գտնում, լավ է այս ամեն ինչին բերենք հրաշալի ներկայության մեջ։ Ուրիշ տեղ չունենք գնալու։ Հոգեբանի մոտ էլ գնաս ուղակի մի փոքր թեթևություն ես զգալու, դեղահաբեր են ընդունելու, ժամանակի ընթացքում նորից կրկնապատկվելու այդ խնդիրները։ Լավ է, որ գանք Աստծո հրաշալի ներկայության մեջ, մենակ ես տանը, դա լավ հնարավորություն է։ Մենակ ես բեր քո ներաշխարհն Աստծո առաջին։ Ներաշխարհը հոգևոր կյանքդ բեր Աստծո առաջին ու ասես ես ունեմ կարիք բժշկության։ Մեր կյանքը հոգևոր է։
Եվ հոգևոր դաշտը, հոգևոր չար ուժերը, դիվային ներգործությունները միշտ էլ փորձելու են արատավորեն հոգևոր աշխարհը։ Եվ դրա համար մենք պիտի միշտ տոկուն համառ լինենք թշնամու առաջ եւ միշտ բաց ու կարիքավոր գանք Աստծո առաջ։ Քաղցած լինենք Աստծո առաջ, բայց լիքը կանգնենք թշնամու առաջ։ Եվ այսպես սատանան մեզանից կփախչի։ Երկրորդ Թագավորաց 15-րդ գլխի մեջ խոսում է Աբիսողոմի մասին, Դավիթ թագավորի մասին, թե Աբիսողոմը ինչ կարգավիճակի մեջ էր նրա քույր Թամարի հետ կապված։ Հիշում եք, կարդացել եք։ Գրված է, որ Աբիսողոմը կարգեր էր դիզում իր համար, նա իրեն տեսնում էր դատավոր, որտեղ գրված է նա նստում էր դռան մոտ եւ մարդկանց դատը վերցնում էր, Դավթից գողանում էր մարդկանց սրտերը եւ իր կողմն էր ուղում, մարդկանց թագավորից շեղում էր, եթե մարդ իր կյանքի մեջ ինչ որ հարցեր ունի չլուծված, իրավիճակները նա օգտագործում է ի օգուտ իրան, բայց ոչ թե ի օգուտ իրան ներսի բժշկության ու իրավիճակները լուծելու համար, ավելին խնդիրները բարդացնում է։ Նա գողանում էր Դավթի սիրելի մարդկանց սրտերը։ Այս տեսակի մարդիկ Աբիսողոմը գիտենք, որ չարությամբ է լցված իր եղբոր Ամոնի հանդեպ, մի բան կատարվեց։ Այսօր մենք կարող ենք 10 տարի կամ 15 տարի ետ գնալ, մի բան կատարվեց, մարդու կյանքի մեջ խնդիր առաջացավ։ Ու միջև հիմա 10 եմ ասում, դու կարող ես ասել, լավ, իմ կյանքի հետ 20 տարի առաջ ա եղել, բայց եկեք կենտրոնանանք այդ 20 տարվա վրա եւ ասենք ինչ ա եղել, ինչ եղավ այդ իրավիճակի մեջ, այդ տարիների մեջ, որ այդ խնդիրը քեզ միջև հիմա խանգարում է։ Բերենք Աստծո ներկայության մեջ եւ դու ես կանգնողը եւ այդ լույսը կոտրողը, ջարդողը, ամեն, ուրիշ ոչ մեկը չի անելու։ Երբ որ մենք գալիս ենք ու բերում ենք Աստծո առաջ, այդ լույսը նա է վերցնում, նա է կոտրում, բայց իմ ու քո թույլտվությունը շատ կարևոր է։ Աստված ամենակարող է, Աստված հզոր է, բայց պիտի ես ու դու էլ կանգնենք եւ մեր որոշմամբ ասենք, Տեր, ես ուզում եմ, որ սա իմ կյանքից գնա։ Աբիսողոմոնի նման չլինենք հիշաչար։ Չներումը մարդու կյանքի մեջ մարդուն դարձնում է հիշաչար մարդ։ Չներումը մարդուն հիվանդացնում է, չներումը մարդու կյանքը դառնացնում է։ Ներելու կամ չներելու հետ կապված եթե հարցեր կան, ուղղակի դա պիտի անմիջապես մեր կյանքից բաց թողեն գնա։ Ներումը մենք գիտենք դա աստվածային է։ Քրիստոսը խաչի վրա ներեց, արձակեց եւ նաեւ փրկագնում տեղի ունեցավ։ Այսինքն մի բան, եթե ներում ես, դու իրան փրկում ես։ Իր կյանքի մեջ ինչ որ մի բաներ է կատարվում, որ դու կարողանում ես այդ իրավիճակներից դուրս գալ։ Ներել հենց ինքդ քեզ։ Ներել հենց ինքդ քեզ, որ շատ ժամանակ ասում ես քո կյանքի մեջ որոշ բաներ տեղի չեն ունենում, որ իմ կյանքի մեջ մեկը երկուս չի դառնում։ Հենց ներիր ինքդ քեզ իրականում եւ հետո ներենք մարդկանց։ Ներումը թույլ տանք, որ Սուրբ Հոգու միջոցով արձակվի Հիսուս Քրիստոսի անունով։ Համոնի չար ծրագիրը գիտենք, Դավթի արձագանքն էլ գիտենք, որ ուղղակի բարկացավ Ամոնի վրա եւ ոչ մի կարգապահական խնդիր չառաջացրեց Ամոնի համար եւ Աբիսողոմոնը լեցվեց չարությունով ու վրեժխնդրությունով։ Սկզբից կարդացինք, որ ասեցինք վրեժխնդրությանը տեղիք մի տուր քո կյանքի մեջ, դա գլուխ չբարձրանա, վրեժխնդրությունն Աստծունն է։ Բայց Աբիսողոմոնը լեցվեց չարությունով եւ առիթից օգտվեց, որպեսզի նրա հորը գահանքեց անին։ Նա մտածեց, որ լավ առիթ է, հնարավորություն է, որ ես կարող եմ իմ հորը գահանքեց անեմ եւ ես լինեմ նրա տեղ։ Այսինքն մենք ծրագիր բարձրացավ թագավորի որդու կյանքի մեջ։ Մենք էլ թագավորի որդիներ ենք իրականում եւ մեր թագավորը Հիսուս Քրիստոսն է։ Եվ թույլ չտանք, որ ստեղծված իրավիճակները մեր կյանքի մեջ մի կետ էլ թողնեն։ Իրականում թույլ չտանք ստեղծված իրավիճակները, որ մեզ հեռացնեն Աստծո ներկայությունից։ Եվ մենք գիտենք պատմությունը, որ Աբիսողոմոնը հեռացավ թագավորի ներկայությունից, պալատից, փառքից եւ գնաց բնակվեց օտար երկրի մեջ թագավորից եւ Աստծո ներկայությունից հեռու էր։ Բնական է նա այնտեղ Աստծո ներկայության մեջ չէր եւ հաղորդակցություն չուներ։ Եթե քրիստոնյան տեղիք է տալիս
խնդիրներին եւ թույլ է տալիս ինքնադատապարտությանը, վրեժխնդրությանը, ատելությանն ու չներելուն, նա հեռանում է արքայի գահի մոտից։ Նա հեռանում է թագավորի ներկայությունից։ Լավ է, որ այս ամեն բանի մեջ արագ արձագանքենք եւ արագ պատասխան տանք այս խնդիրներին։ Եթե ոչ, նա է գլուխ բարձրացնելու մեր վրա, բայց այնինչ ես ու դու պիտի գլուխ բարձրացնենք։ Գիտենք պատմությունը, որ գրված է Աբի Սողոմոնը 11 տարի համբերեց այնքան վիրավորվածության պարկը ի վերջո պայթեց։ Ինչի մասին է խոսում, որ նրա կողք եղած խորհրդականներն անգամ նրան ճիշտ եւ իմաստուն խորհուրդներ չէին էլ տվել։ Անգամ նրանք աստվածավախ մարդիկ էլ չէին։ 11 տարի անց է, բայց նա հիշում էր Ամոնի եւ իր հոր հետ կապված վերաբերմունքը, որ ոչ մի բան իր համար քրոջ հետ կապված ոչ մի հարցին լուծում չէր տվել եւ ինքը մտածում էր ես իմ ձևով իմ հարցերը կլուծեմ։ Մեր ձևով հարցերը լուծելը մեր Աստծո գահից հեռացնում է։ Մարդկային առումով մեր հարցերը լուծելը Աստծո ներկայությունից մեզ դուրս է հանում։ Ամեն։ Լավ է, որ թողենք Աստծո մոտեցումը, Աստծո ձևը գա մեր կյանքի մեջ։ Սա է Աստծո ձևը, կա լուծում, խնդիր պիտի լուծվի։ Եթե կա խնդիրը իմ ու քո կյանքի մեջ, մենք կողքերը չպիտի պտտվենք, ուրախանանք ու ասենք դե փառք Աստծո, Աստվածի վերջո այս հարցին իմ կյանքի մեջ լուծում ա տալու։ Աստվածի վերջո մեր հարցում այս խնդրին լուծում կտային ժամանակ, երբ որ ես հստակ կանգնեմ ու իրերը իր անունով դիմեմ իմ կյանքի մեջ։ Եվ կարծես Աբի Սողոմոնի կյանքի մեջ մի բան ստացվել էր ապստամբությունը, բայց Աստված ճիշտ ժամանակին միջամտեց։ Հիշում եմ, որ նա փորձում էր Դավթին իրականում գահանգեց անել, բայց չէր ստացվելու։ Եթե Աստված որոշել էր, որ թագավորը Դավիթն է, եւ Դավիթն էլ պիտի մնար գահի վրա։ Աբել, Կայեն, Սավուղ, Դավիթ, Հովսեփը եւ նրա ընկերները։ Աբելն ու Կայենը Աբելը խնդիր չուներ իր եղբոր հետ, Կայենը խնդիր ուներ իր եղբոր հետ։ Եվ իր ընծանը, երբ որ բերում էր Աստծո առաջին խոսումը Եբրայեցիների մեջ, որ նա անհավատությունից էր ընծաները ներկայացնում, բայց այս ամեն ուզում եմ խոսամ սրա մասին, խնդիր ընկավ իր սիրտը եղբոր հանդեպ։ Նախանց, որ Աստված էս մի եղբորն օրհնեց, իրան ու վրա չնայեց, լավ է, որ ես կենտրոնանամ իմ սրտի դիրքի վրա։ Աստծո սիրտը մաքուր սրտերին հաճենում է։ Ամեն։ Աստծո սրտին հաճելի սիրտ պիտի ունենամ ես։ Սավուղը նախանձում էր Դավթին իր հաջողությունների համար։ Հովսեփի եղբայրները նախանձում էին Հովսեփի եղբայրներին, որտեղ տեսնում են, որ նա ինչ երազներ է մեկնում կամ երազներ է տեսնում, թե հայրը նրան ինչ հանդերձներ է հագցնում։ Աստված ամեն մեկիս համար հանդերձ ունի։ Եկեք չնայենք, ասենք, այս մեկը լավ է վազում, այս մեկը լավ է խոսում, այս մեկը լավ է ճանապարհի մեջ գնում, ծառայության մեջ, ամեն մեկս մեր չափի մեջ գնում ենք։ Եվ Աստված ամեն մեկիս էլ մեր չափի համեմատ օրհնել ու օծել է, ու եկեք վազենք, գնանք, հասնենք մինչև վերջին նպատակին։ Եվ մեր հետևից էլ խնդիրներ չառաջացնենք մեր հետևից եկածողներին։ Ամեն։ Լավ է, որ այդ ամեն ինչը ճանապարհի մեջ լուծելով գնանք, որպեսզի հետագայում մի հատ փուլի մեջ, որ պիտի կանգնես, քո համար դա խնդիր չառաջանա։ Տեսա լավ հանդերձ հագնում, տեսա մի քիչ արագ վազում, արագ վազողները իրանց վարձ կունեն, դանդաղ վազողներն էլ իրանց վարձ կունեն։ Ես պիտի մտածեմ մի բան, ես Աստծուց եմ վարձ կուզում, թե մարդուց եմ վարձ կուզում։ Ուզում եմ եկեղեցին կամ հովիվը կամ ծառայողը տեսնի, որ ես վազում եմ, թե ուզում եմ, որ Աստված տեսնի, ես ինչպես եմ վազում։ Հովիվն ու ծառայողը կտեսնեն, բայց լավ է, որ մենք հաճեցնենք մեր թագավորի սիրտը։ Ամեն։ Նա է օրհնողը։ Կորխը փչացնող մարդ էր, կորխը ապստամբություն ստեղծող հրահորող մարդ էր, եւ գիտենք նրանց վերջը, նա հակառակվող էր Աստծո օծյալին, Աստծո ծառային։ Եկեք թույլ չտանք, որ ինչ որ մի բան օծությանը խանգարի։ Եկեք թույլ չտանք, որ մեր կյանքի մեջ մի բան բարձրանա, որ օծությանը դեմ դուրս գա։ Իրականում օծությունն Աստծո ներկայությունն է, օծությունն է, որ Աստծո ծառայի վրա է, որովհետև ժամանակը գա դու էլ ծառայության ավակ կլինես։
դու էլ նմանատիպ խնդիրների առաջ կկանգնես, բայց լավը միջև այդ փուլն անցնելը ես հարգեմ Աստծո օծությունը, հարգեմ Աստծո ծառային ու պատվեմ, ինչպես որ կարգն է իրականում կտեսնես քո կյանքի մեջ այդ պտուղները։ Խոսքն ասում է ինչ որ ցանես քաղելու ես։ Մենք չենք նստելու սպասենք, որ բոլորը պիտի գան, այս մակարդակի մեջ մեզ ծառային, չէ՞։ Գնում ենք, մենք փուլից փուլ բարձրանում ենք, Աստված քեզ բարձրացնում է։ Դրա համար լավ է, որ ասեցինք ներկայություն, օծություն, Աստծո ներկայությունը, եկեք պատվենք, հարգենք Աստծո ներկայությունը։ Ոչ միայն այստեղ, այլ տանը Աստծո ներկայությունը հարգողներ լինենք, մնանք Աստծո ներկայության մեջ։ Ինչի են այս վերջի ժամանակների մեջ աղոթքի ու կարդալու մասին շատ խոսում, որովհետև առանց Աստծո այդ հաղորդակցության հարաբերության չկա բժշկություն։ Առանց Աստծո դեմարդեմ հանդիպելու չկա Աստծո ներքին կյանքի մեջ բժշկություններ ու ներգործություններ։ Եթե չկա աղոթք, մարդը սառում ու մեղքի մեջ անգամ։ Դրա համար այս վերջին ժամանակների մեջ լավ է, որ մեր փոխհարաբերություններ ավելի ամրապնդենք Աստծո հետ, որպեսզի նեղ ժամանակների մեջ կարողանանք հաջողված լինել։ Աբի Սողոմոնը հանդիպում չուներ Աստծո հետ, դրա համար թույլ տվեց, որ իր կյանքը դառնությունով, վրեժխնդրությունով լեցվի եւ բժշկություն չուներ։ Եկեք այս օրինակներին նայելով լավ քայլեր կատարենք, ճիշտ որոշումներ կատարենք։ Ասենք Տեր, ես ուզում եմ, որ իմ կյանքի մեջ բժշկություն տեղի ունենա։ Անհնար Աստծո փառքի ներկայության մեջ մարդը մտնի ու վայր ընկնի ու դուրս գա չփոխված։ Եթե այդպես է, ուրեմն իր կյանքի մեջ ինչ որ մի բան են չի պաշտպանիչ շերտ ունի, այդ շերտը պիտի այսօր հանենք, ամեն։ Ես ուզում եմ ամբողջովին քեզ վայելել, այսօր քո ներկայության մեջ, անձրև է գալիս, ուզում ես թրջվես առանց անձրևանոցի, գնա ու վայելիր այդ անձրևը։ Իրականում ես ուղի իմաստով չեմ ասում, չէ՞։ Նիսեք եւ հանդանան։ Այսինքն Աստծո փառքը անձրևի նման հեղվում է, ուզում ես թրջվել առանց անձրևանոցի կանգնիր։ Իրականում ուզում ես լողաս Աստծո ջրերի մեջ մտի։ Այսօր այդտեղն է։ Սուրբ Հոգու ջրերին ծարավ են, գնանք ու խմենք։ Եթե Աստծո խոսքին քաղցած են, գնանք ու ուտենք, այսօր էլ հենց այդ ժամանակն է։ Ուտել ու խմելով է, որ մեր կյանքի մեջ խնդիրները վերանում են։ Հայլու առաջ դեմարդեմ, այսինքն խոսքի առաջ դեմարդեմ կանգնելով է, որ մենք վերջնականապես մեր կյանքի մեջ լուծում ենք տալիս։ Եվ թույլ չենք տալիս, որ թշնամին ուրախանա։ Թույլ չենք տալիս, որ նրա գլուխը բարձրանա մեր առաջ։ Չլուծված հարցեր կա նաև ֆինանսների հետ կապված։ Չլուծված հարցեր կա, ասեցինք ինքդ քո հանդեպ, եկեղեցու հետ կապված, եկեղեցու անդամների հետ կապված շատ ինչ որ մի ցավոտ հարց է, բայց չլուծված հարցերը դարեզդար գալիս են, բայց գալիս է մի ժամանակ, որ այդ հարցերին լուծում է ունենում։ Լավ է, որ իմ միջոցով դա լուծում ունենա։ Ինչքան որ ինձանից հասնում է, ես իմ բաժնի մեջ պիտի պարզ ու մաքուր լինեմ, մարդկանց հետ եւ Աստծո առաջին։ Աստված մաքուր սիրտը հավանում է։ Ամեն բնակավարի մեջ, ընծայի մեջ, տասանորդի մեջ, մարդկանց փոխհարաբերությունների մեջ, խոսքը կարդալուց, խոսքը քարոզելուց, ծառայության մեջ մաքուր սիրտը հավանում եւ հաջողություն է տալիս Աստված։ Կարելի ասել չլուծված հարցեր, խնդիրներ կան նախ ամուսնական եւ ամուսնական կյանքերի մեջ, եւ այս ամենի լուծումը Սուրբ Հոգու ներկայության մեջ գալն է, եւ իրականում դեմ առ դեմ կանգնելն է, եւ ասել վերջացավ այսօր, փակվում է բոլոր դռները։ Գիտենք իրականում չբժշկված մարդը ինքը խնդիրներ առաջանում, կոտրված մարդը կոտրում է, բայց բժշկված մարդը բուժում է եւ կոտրվածությունը, որ իր կյանքի մեջ խնդիրները վերացել է, կոտրվածը նորոգում է։ Հեշտ է կոտրելն ու փչացնելը, բայց դժվար է վերականգնելը։ Եկեք այսօրվանից սկսած վերականգնենք կոտրված հարաբերությունները։ Այսօրվանից սկսած թույլ տանք, որ բժշկությունը գա իմ ու քո կյանքի մեջ։ Աստծո օծությունն ու Աստծո ներկայությունը գա ու հեղաշրջում բերի իմ ու քո կյանքի մեջ։ Վերջնական բանը, որ ուզում եմ կարդանք ու սկսենք Աստծուն երկրպագել իր հրաշալի ներկայության մեջ, 2 Կորինթացիներ 5-րդ գլուխ 18-19 համարներն է։ Եվ այս նորոգումը գալիս է Աստծուց, որ Քրիստոսի միջոցով մեզ հաշտեցրեց իր հետ, եւ նաեւ
պաշտոն տվեց մեզ ուրիշներին էլ հաշտության բերելու։ Ամեն։ Քրիստոսը հաշտեցրեց ինձ ու քեզ Աստծո առաջին եւ պաշտոն տվեց։ Մենք պաշտոն ունեցող մարդիկ ենք։ Մենք հասարակ որդիներ չենք Աստծո առաջին, մենք պաշտոնակատար մարդիկ ենք Աստծո առաջին։ Այսինքն Աստված ինքն էր, որ Քրիստոսի միջոցով աշխարհը հաշտեցրեց իր հետ, նախ ինձ ու քեզ եւ հետո աշխարհը հաշտեցրեց իր հետ, անհիշաչար գտնվելով մարդկանց մեղքերի հանդեպ եւ պաշտոն տվեց մեզ, որ այդ հաշտությունը պատգամենք բոլոր մարդկանց։ Մենք հաշտության պաշտոն ունենք։ Մենք հաշտարարներ ենք երկրի վրա եւ եկեղեցու մեջ։ Ամեն, եւ Քրիստոսն էլ էր հաշտարար որպես երկրի վրա։ Եվ այսօր առաքյալն ասում է, եւ Քրիստոսի փոխարեն մենք էլ աղաչում ենք, հաշտվեք Աստծո հետ, հաշտվեք ձեզ հետ, հաշտվեք մեկը մյուսի հետ։ Ընդունենք այսօր Աստծո հաշտությունը մեր կյանքի մեջ, Աստծո նորոգությունը մեր կյանքի մեջ, չմոռանանք, թե ինքներս ովքեր ենք, Աստծո որդիներ։ Աստծո որդիների սրտերը պիտի միշտ մաքուր, պայծառ լինի։ Քրիստոսն եկավ մի ժամանակ, որ ասեց իմ տունը պիտի աղոթքի տուն լինի։ Իմ տունը, նա հրյաներին էր ասում Աստծո տուն տան մեջ է, որ մտավ տաճարի մեջ, բայց մինչև այդ դա Եսայիա մարգարեն ասում էր իմ տունը պիտի աղոթքի տուն լինի, ասում էր հեթանոսներին պիտի բերեմ իմ տան մեջ երկրպագելու համար։ Եվ Քրիստոսի ժամանակների մեջ եկա, որտեղ առևտրի տուն էին սարքել։ Եվ իմիսը անհատակացնենք մեր անհատական խոսքը ուղղվի մեզ։ Աստծո տունը աղոթքի տուն պիտի լինի։ Ամեն։ Պիտի ես ու դու հաղորդակցվենք Աստծո հետ։ Այդ տունը ուրիշ ոչ մեկի համար չի, Աստծո համար է։ Եկեք պաշտենք ու երկրպագենք Աստծո։